Փաշինյանն ասում է, եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ կարող են այդ կերպ խոսել։ Շանտաժը եւ եթե ինքը մնաց անպայման պատերազմ լինելու, ինքը չեղա պատերազմ չի լինելու։ Շանտաժը իհարկե։ Ու պրիտոմ սեպտեմբեր ամսին լավ օրնել չի ասում։ Հիմա էլ ամեն ինչը դրած մի կողմ գյուղերն ու քաղաքները, ռայոններն ընկած են քարտեզները։ Սա քեզ։ Դա պարզապես նախ ցույց է տալիս, որ այդ իր ճակերտավոր խաղաղությունը, որ ասում է, դա ստեղծել է ինքը։ Եթե վաղը Փաշինյանը ասված չանի, ես չէի կամենա ինֆարկտը խփի մեռնի, ուրեմն մինչև հուլիսի 7-ը պատերազմ է լինելու։ Ինչ եք կարծում։ Այսինքն այդ խաղաղությունը բերել է մենակ իր շրջապատի համար, որ դաշը սկսեն թալանեն, ես իմ ինչ որ ինչպես ասեմ, թալանեն, թե ինչ անեն, իրանց համար են բերել, մեզ համար խաղաղություն իրանք չեն բերել։ Հետի բերել են իրանց տեղերը, իրանց աթոռները ամրապնդելու համար այդ խաղաղությունը, մեզ համար չի։ Որովհետև ըստ իրա, եթե ինքը չընտրվի պատերազմ, ինչ ասել է ինքը, դա Հայաստանի համար է բերել խաղաղությունը, թե իրը համար է բերել, ստեղ հարց առաջ գալիս։ Ոչ մեկ դրա այդ հարցը տվել են իրան, խնդրում եմ փոխանցեք այդ հարցը իրան, իրա համար է բերել, իր շրջապատի համար է բերել այդ խաղաղությունը, թե Հայաստան երկրի համար է բերել։ Ես այդպես էլ դրանից բան չեմ հասկանում այդ մանիպուլյատորից։ Ինչ է կարծում, հիմա այդ պատերազմը որ դադարեցված է, դա համարվում է որպես պատերազմ, խաղաղություն։ Ոչ, եթե գիտես ինչ անում, անա մի բանի, որ մարդ, որ ուզում է մի ընկերության մեջ լավ տեղը լի, բայց ինքը ոչ մի բանով չի լում, սկսում է ինչ-որ մի բան նվիրել, մի բան տալ, հասկանում ես, որպեսի հավասարվի, էլի, այդ ընկերության մեջ։ Այս ձևի բան է ստացվում։ Չի լինի, պատերազմ չի լինի, վաղս չի։ Դա ասում է, մարդ ասում է։ Ադրբեջանցիների նրանց դիվանագիտությունը ուրիշ, նրանք խաբելու համար, են որ ասում է, բան չունեմ։ Չգիտեմ, նրանք կարող է ես ստից դաթար-մաթարա, բայց հետագայում լինի, ես չեմ կարող ասել։ Աստված չանի լինի, բայց ով գիտի։ Դե հիմի շանտաժներն է անում, ժողովրդին վախցնում է, այդ մեկ։ Օրինակ դու ոնց իմացար, որ սեպտեմբերին, ինքը որտից իմացար, որ սեպտեմբերին պատերազմը կլինի։ Իսկ ինչի համար պատերազմը լինի, դու եթե ուզում ես իշխանություն գլուխը մնաս, դու այդ իրավունք ունես այդպիսի բաներ հայտարարես, թեկուզ պատերազմ է լինի, իրավունք ունես այդպիսի բաներ ժողովրդի մեջ պարակնում, գուցե թե սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Բայց ինչի համար, դու չէ որ երկրի ղեկավարն ես, դու ինչ իրավունք ունես, ասես սեպտեմբերին պատերազմ անում, կամ էլ ինչի համար պետք է ասի, որ ժողովրդին վախցնում է։ Բա ինչ է որ շանտաժ չի, ոնց կարելի է պետության այլ կաղնաս, ես որ չընտրեմ, խետը ով ես, ուրեմն նշանակում դու ես կռիվանող, էլի կռիվացողը դու ես, էլի իր արտադրությունները որ ինքն է կռիվ սարքում։ Չի կարելի, այդպես պետության այլ իրավունք չունի այդպես խոսքացը։ Ես չլինեմ, որ ես էլ չլինեմ կարող ասկե խոտել չի կարելի դες բան ասացել, ես չեմ ընդունում, սխալ է, դա շանտաժ է, չի կարելի։